Ապրիլի 19-ին Երևանի Ավան եւ Նոր վարչական շրջանների դատարանում հարսնաքար ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով հերթական նիստներ։ 2012 թվականի հունիսի 17-ին հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի հետևանքով զինվորական բժիշկներ Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանն ու Գարիկ Սողոմոնյանը հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։ Ամբաստանյալներ Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Նորայր Հայրապետյանն ու Արման Խաչատրյանը մեղադրվում են Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, ինչպես նաև Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ, որը հանգեցրել է առողջության տևական քայքայման։ Նիստի ընթացքում տուժող կողմի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց անցկացնել լրացուցիչ դատակոչ եւ հարցաքննել գործող վկաներին։ Նա ներկայացրեց դատարանին վկաների ցուցակը, որը գլխավորում էր գործարար Ռուբեն Հայրապետյանը, ում ընտանիքին էլ պատկանում է հարսնաքար ռեստորանային համալիրը։ Ամբաստանյալների ներկայացուցիչներն առարկեցին, համարելով, որ միջնորդությունից պարզ չէ, թե կոնկրետ որ վկային, որ իրավիճակի պարզաբանման համար են ցանկանում հարցաքննել։ Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ միջնորդություն ընդունելու համար պետք է դատարանին ներկայացվի վկաների անձնական տվյալներն ու նրանց առնչությունը գործին։ Տուժող կողմի ներկայացուցիչները պահանջում էին դատարան հրավիրել Ռուբեն Հայրապետյանին։ Կոնկրետ այս պահանջությամբ ես վստահում եմ ամենից հստակորեն մատնանշում Ռուբեն Հայրապետյանին կանչելու եւ հացակնելու միջնորդությամբ իր հացակնության ընթացքում Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ Նորայր Հայրապետյանի դերակատարությունից ընթացքում հետաքրքրվելով ինչու տեղի ունեցել միջադեպի պահին եւ բանը։ Բացի դրանից, հրապարակայնորեն մամուլի, ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային տված իր հարցազրույցն է։ Նա ոչ միայն հայտնել է, որ նա տեղյակ է եղել ինչի տեղի ունեցել, այլ նաև հրապարակել է մի շատ մանրամասներ միջադեպից։ Հիմա կոնկրետ Ռուբեն Հայրապետյանի մասով շատ հստակ է, որ մարդը տիրապետում է տեղեկատվություն։ Մնացած վկաների մասին մենք կարող ենք նաև հետագայում ելք ներկայացնենք լրացուցիչ տեղեկատվություն։ Ներկայացության առնում են մասնավորապես այն անձանց վերաբերյալ միջնորդությունը, որոնց վերաբերյալ ըստ էության ինչպես պաշտպանության, այնպես էլ հեղափոխի կողմերը միջնորդել են։ Դատավորի որոշմամբ լրացուցիչ հարցաքննության կկանչվեն միայն մատուցողներ Մանուկ Մնացականյանը, Դավիթ Հարյանն ու Գևորգ Միքայելյանը։